Հայաստանի վարչապետը Եվրախորհրդարանի ամբիոնից խոսեց նաև այն տարրերի մասին, որոնք գործիքավորված են Ռուսաստանի կողմից եւ օգտագործվելու են այս ընտրություններում Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը վիժեցնելու ռուսական պլանին։ Վարչապետը նրանց մատնացույց անելով այդ բելարուսամետ օլիգարխին, ռուսական օլիգարխին, նախկին նախագահին, որոշ եկեղեցական վերնախավի ներկայացուցիչներին բաց թողեց մի հնարավորություն։ Այն է չառաջարկեց մեր եվրոպացի դաշնակիցներին, որպեսզի նրանց զրկեն Եվրամիություն մուտք գործելու հնարավորությունից։ Պատժամիջոցների ենթարկվեն նրանք, այնպես ինչպես Մոլդովայում կոռուպցիան աջակցող եւ ժողովրդավարությունը խաթարող տարրերն են ոչ միայն Եվրամիության, այլև Միացյալ Նահանգների պատժամիջոցների ներքո։ Ի վերջո, ովքեր են այդ մարդիկ։ Այդ մարդիկ հանգստանում են Եվրոպայում, այնտեղ պարկում են լողափներին, բայց մեր բոլորի համար Ռուսաստան են ուզում այդ ձևավորել եւ ռուսական աշխարհում մեզ տեղավորել, բայց ոչ իրենց զավակներին։ Իրենց զավակները, իրենց հարսները, իրենց թորնիկները այդտեղ ման են գալիս, այնտեղ ունեցվածք ունեն, նրանցից մեկը նույնիսկ Եվրամիության անդամ երկրի քաղաքացի է։ Նրանք իրենց համար չէ, նրանք մեզ համար են ուզում Ռուսաստան։ Իսկ դա նշանակում է, որ նրանք բացի Մագադանից եւ Բելարուսի կոլխոզներից չպետք է հնարավորություն ունենան այլ տեղ այցելելու։ Չէ՞ որ սա տրամաբանական է։ Հիմա եթե մենք խնդիր ենք դրել դիմագրավելու այդ ազդեցությանը ամբողջությամբ, դա համալիր մոտեցում է պահանջում եւ այդ համալիր մոտեցման շրջանակներում պետք է անել նաեւ այս քայլը։ Համաձայն ես, միացիր մեզ։